միևնույն ժամանակ սփյուռք ունեցող Հայաստանը գերազանց հարաբերություններ ունենալու Ֆրանսիայի Հանրապետության հետ, որովհետև այդ մեծ սփյուռք ունենք այնտեղ, ու ես վստահեցնում եմ մեր առևտրաշրջանառությունը աճելու է այնտեղ։ Գերազանց հարաբերությունները ունենալու եւ չի կարած ունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եւ ես վստահ եմ վերջապես ունենալու ենք առևտրային հարաբերություններ այդ երկրի հետ, նորմալ։ Արտահանում ենք ունենալու առևտրային հարաբերություններ, երբ ասում ենք, խոսքը չի գնում այնտեղից բան առնելու, խոսքը գնում է այստեղից բան արտահանելու մասին։ Մենք պետք է հարաբերություն ունենանք, որ այստեղից Ֆրանսիա մի բան արտանենք, ինչը շատ դժվար է, որովհետև այդ երկիրը զարգացած արդյունաբերություն ունի։ Դժվար է։ Մենք պետք է, բայց հնարավոր։ Հումքային առումով հնարավորության բազաներ կան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի հեշտ է, որովհետև մեծ ներկրող է։ Պարոն Կարապետյան, եւ մեկ հարց է կապված վերջին ձեր հայտարարության հետ, երբ հայտարարեցիք, որ հաջորդ իշխանությունների օրոք Հայաստանի զենքը ծրի են տալու կամ նվեր են ստանալու, այս հայտարարությունը բավականին քննադատությունների ենթարկվեց, իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ այդ որ երկրից եք ծրի զենք բերելու կամ էժան գնող Ռուսաստանից, այն երկրից, որ Հայաստանը դիմակ վճարեց զենք ձեռք բերելու համար, բայց մատակարարում չեղավ, եւ նաեւ ասում են, եթե նման հնարավորություն կա, ինչու այդ ծրի զենքը չէր բերվել նախորդ իշխանությունների ժամանակ եւ ձեր հայրը աշխատակազմի ղեկավար։ Պատասխանեմ։ Երկրի առաջնորդը լինելով Սամվել Կարապետյանը, մենք տեսնում ենք, որ մենք կունենանք շատ էժան ռազմական գնումներ մի պատճառով, որ մոտ է հյուսիսային պատերազմի ավարտը։ Մոտավորապես 12 ամսվա ընթացքում ավարտվելու է հյուսիսում երկու երկրների միջև պատերազմը, որից հետո ամբողջ ռազմական արդյունաբերությունը այդ երկրների ունենալու է արտադրանք, բայց չունենալու պահանջարկ։ Այդ ժամանակ, որպես արդյունաբերության մարդ եմ ասում, իրենք պատրաստ են լինելու անգամներով էժան վաճառեն ռազմական մթերքը, քանի որ մեծ արտադրանք ունեն եւ փառք Աստծո պատերազմի կանգնելու պարագայում չեն կարողանալու այդ ռազմամթերքը իրացնել։ Եվ մենք հայտնվելու ենք մեր պես երկիր, որը էժան գներով գնելու է։ Իսկ որոշ դեպքերում դաշնակցային հիմքերը ամրապնդելու, եթե ցանկություն պետք է մի երկիր ունենա, որովհետեւ մեր երկրի հասարակության մեջ հարցեր կան մեր դասական դաշնակիցների հանդեպ։ Մենք ստանալու ենք անվճար, իրենք չեն կարող ստանալ անվճար։ Իրենք անգամ գումար են ուղարկում, ճիշտ են ասում։ Իրենք անգամ գումար են ուղարկում։ Չեն կարող զենքը ստանան։ Այն լիֆտը կանչելու պատմությունն է, որ լիֆտը կանչում ես չի գալիս։ Իրանք լիֆտն են կանչում, չի գալիս։ Լավ չի։ Այո։ Ասեմ, կանչողից է։ Ինչ եք անելու, ո՞նց եք անելու սա։ Ինչ մեխանիզմ եք կիրառելու, որ կներեք, հեսա։ Ինչ մեխանիզմ եք կիրառելու, որ Ռուսաստանը տալիս։ Մենք ունենալով մենք ունենք տեսլական հարաբերությունների կարգավորման։ Տեսլականը փոխվստահությունն է։